Նախապատրաստվել հերթագրման հերթագրում։ Հերթագրվել է 5 պատգամավոր Ջուլիետա Ազարյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ափսոս ընդդիմությունը դալիճում չէ, որովհետև երբ ասում էին, որ Հայաստանում փոխվել է քաղաքացու արժանապատվության գինը եւ սա ասում էինք մենք, որ այն այլևս անգին է, ընդդիմադիր շրջանակները դա լուրջ չընդունեցին։ Այնքան լուրջ չընդունեցին, որ իրենց հաջողության բանաձևը որոշեցին փնտրել Հայաստանից դուրս այս անգամ էլ, մոլորեցնելով մեր հայրենակիցների մի մասին, բերելով նրանց Հայաստան եւ փորձելով օգտագործել սեփական քաղաքական կեղտոտ խաղերի համար։ Բայց բարի գալուստ իրական Հայաստան, հարգելի ընդդիմություն։ Սա խեճուր են ձեր խոստացած 300,000 ադրբեջանցիները։ Պարզվում է չեն գալու, բա ուր է ձեր պլան B-ն այս դեպքում։ Բա ասում էիք օրասական պահ է, ճակատագրական են ընտրությունները, այո, ճակատագրական էին, սիրելի գործընկերներ, բայց իրենց համար, ճակատագրական էին իրենց անձնական շահերի, իրենց երբեմն անհայտ, երբեմն էլ հայտնի ծագում ունեցող ունեցվածքի եւ իրենց քաղաքական գոյությունը պահպանելու համար էին ճակատագրական։ Եվ գիտեք, թե ինչու պարտվեցին նրանք այս անգամ էլ, սիրելի գործընկերներ։ Ասեմ, երբ 5 տարի շարունակ մեզ ասում էին Փաշինյանը ձեր վարչապետն է, մեր վարչապետը չէ, դրանով բնավ կասկածի տակ չէին դնում Հայաստանի Հանրապետության վարչապետի ստացած մանդատի լեգիտիմությունը։ Նրանք չէին հավատում այն քաղաքացիներին, որոնց վստահության քվե էին տվել այդ նույն վարչապետին։ Նրանք չէին հավատում, որ այդ մարդիկ էլ են իրական, ու նրանք անկաշառ են, չեք հավատա, բայց անկաշառ էին այդ իրական մարդիկ։ Ու նրանք իրական Հայաստանի իրական քաղաքացիներն են։ Ուստի բարի գալուստ իրական Հայաստանի իրական խորհրդարան, հարգելի ոչ բարով ընդդիմություն։ Այստեղ ձեզ սպասում է այն, ինչից դուք ամենաշատն եք վախենում եւ խուսափում, իրականությունը։ Շնորհակալություն։ Արուսյակ Մանավազյան։ Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ինչպես տեսնում եք, հերթական անգամ ազգային ժողովում ընդդիմության աթոռները դատարկ են։ Այսպես եղել է գրեթե 5 տարի։ Այս մարդիկ չեն ուզում գալ եւ իրենց մանդատի շրջանակներում աշխատել, որտեղ իրենց մանդատը բոլորովին այլ նպատակների համար է։ Ամբողջ նախընտրական շրջանում ընտրակաշարք բաժանած ուժերը այսօր կանգնել ընտրախախտումներից են խոսում։ Իրենց ընտրակաշարքի ձայնագրությունները ողջ համացանցում պտտվում են։ Այդ ընտրակաշարքի շնորհիվ անցողիկ շեմն անցել են, հիմա էլ իբրև ընտրախախտումներից են խոսում։ Եթե այս ընտրությունում կա մի մեծ ընտրախախտում, որն իրականում ազդել է արդյունքների վրա, ապա դա միանշանակ ընտրակաշարքի միջոցով ձեր ստացած քվեներն են։ Դուք քաղաքացու անկեղծ քվեի կարոտ եք մնալու եւ մնացել եք եւ մնալու եք, որտեղ ձեր միակ ելքն ու հույսը մարդու կամքը գնելու մեջ է։ Երևի այն պատճառով, որ հենց ձեզ են կյանքի տարբեր փուլերում գնել ու վաճառել։ 2018 թվականից ի վեր Հայաստանի քաղաքացիները հստակ հասկացել են, որ իրենց ձայնը կարող է փոխել ամեն ինչ։ Հասկացել են, որ 10, 20 կամ 50,000 դրամով վաճառած քվեն վաղը անգամներով ավելի թանկ է արժանալու իրենց եւ իրենց երեխաների ապագայի վրա։ Որտեւ երբ դու մի բան վաճառում ես, այլևս իրավունք չունես որևէ բան պահանջելու։ Այս եռագլուխ ընդդիմությունը այդպես էլ անօրակարգ մնաց։ Բացի փողից ու մեր դեմ ուղված հիստերիկ ապատեղեկատվությունից, նրանք մարդկանց որևէ բան չառաջարկեցին։ Մինչև 18 թվականը Հայաստանում իշխանությունն էր ընտրակաշարքի չեմպիոնը, դրանից հետո արդեն ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որը նախկինում իշխանություն էր։ Այս մարդկանց մեթոդները դեռ չեն փոխվել եւ չեն էլ կարող փոխվել։ Նրանք երբեք չեն շփվել հասարակ քաղաքացու հետ։ Դրա համար էլ կարծես թե փողը բավարար է։ Բայց մի
ուշագրավ փաստ, եթե երկիրն այս տարիներին տնտեսապես զարգացած չլիներ, դուք դեռ ձեր նախկին 20-10 հազար դրամանոց ընտրակաշառքին կապավինեիք, այլ ոչ թե ստիպված կլինեիք անգամներով ավելի մեծ գումարներ առաջարկել մարդկանց։ Անգամ ձեր ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը։ Ուզում եմ հստակ ընդգծել, ընտրակաշառք բաժանող այս ուժերը իրենց պատիժը օրենքի ոչ խստությամբ ստանում են եւ դեռ ստանալու են, ինչպես նշեց վարչապետը, իրենք ընտրակաշառք բաժանող ուժերը որևէ շանս չունեն հաջորդ անգամ լինել թեկնածու։ Սիրելի հայրենակիցներ, վերջին ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ճանապարհի վրա է։ Տալով ձեր վստահության քվեն դուք վերահաստատեցիք, որ քաղաքացին է այս երկրի ինքնիշխանության, անկախության միակ տերը։ Հենց ձեր քվեն որոշեց, թե ինչպիսի ապագա ենք ունենալու։ Ես վստահեցնում եմ ձեզ, այդ ապագան լինելու է խաղաղ, անկախ եւ զարգացող Հայաստանում։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր տված յուրաքանչյուր քվեի համար։ Շնորհակալ եմ։ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալություն, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինչպես եւ ակնկալվում էր, տարավ վճռական հաղթանակ։ Այդ առիթով նախ շնորհավորում եմ բոլորիս եւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության մեր այն հարյուրազարավոր քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր կուսակցությանը։ Հունիսի 7-ին տեղի ունեցածը պարզապես ընտրություններ չէին։ Առանց չափազանցնելու դա պետություն ունենալու եւ չունենալու, առավել եւս խաղաղ եւ զարգացած պետություն ունենալու մասին հանրաքվե էր։ Այդ հանրաքվեում հաղթեց պետությունը, պարտվեց չպետությունը, հաղթեց հանրապետությունը, պարտվեց գուբերնիան, եւ ի վերջո հաղթեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա պետությունը։ Այս ընթացքում եռագլուխ հրեշը իր արտաքին հովանավորներով եւ մասշտաբային ընտրակաշառքներով Հայաստանի դեմ մղվող դավադիր պայքարում գլխատվեց ու ջախջախվեց, բախվելով մեր քաղաքացիների քաղաքական եւ իրավական գիտակցության պայմանավորված քվեարկության։ Ավելին, նրանք այն աստիճան էին խուճապի մատնվել, որ նույնիսկ փորձեցին ճողոպրել Հայաստանից։ Նրանք այն տիպի թքած ունեին իրենց թմակիցների վրա, որ փողոց էին հանել, բայց իրենք այդ նույն պահին փորձում էին փախուստի դիմել։ Սակայն ինչպես եւ արդեն երևի համոզվել են, որ դեռ երկար են մնալու Հայաստանում եւ դեռ երկար պատասխանելու են իրավապահ մարմինների բազմաթիվ հարցերին։ Սիրելի հայրենակիցներ, գոհունակության եւ շնորհակալության խոսքերին զուգահեռ պետք է անդրադառնամ նաեւ մի ամեթալի երևույթի։ Ցավոք եղան քաղաքացիներ, ովքեր իրենց ընտրությունը կատարեցին ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն փողի, վտանգի տակ դնելով մյուս քաղաքացիների եւ մեր երեխաների ապագան։ Հիմա այս ամբիոնից ընտրակաշառքով ընտրություն կատարածներին, Հայաստանում չբնակվող, բայց գումարի դիմաց մեկ օրով Հայաստան ուղարկվածների ու Հայաստանի ու նրա քաղաքացիների ճակատագրի հետ խաղացողներին ասում եմ, ամոթ ձեզ։ Ամոթ մեր պետության դեմ գործելու համար, ամոթ մեր ապագայի դեմ գործելու համար, ամոթ այդ նվաստ արարքը կատարելու համար։ Դուք ու ձեր փողով հանցանքի դրդվածները պարտվել եք, եւ այդ պարտությունը արդեն ֆիքսված է, իսկ առաջիկայում սպասվող օրենսդրական բարեփոխումների շնորհիվ առավելագույնս կսահմանափակվի Հայաստանի դեմ ձեր հետագա հնարավոր դավադրությունները։ Շնորհակալ եմ։ Անուշ Քլոյան։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, արդարության եւ արդարադատության ժամը եկել է։ Ցանկանում եմ անդրադառնալ հունիսի 24-ին ԿԸ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց հայտարարություններին, ներողություն 14-ին, եւ մեկնաբանել, թե ինչու է, որ օտար պետությունների շահերը սպասարկող այս շրջանակների խոսություն մշտապես առկային արյունահեղության, սպանությունների, անկարգությունների եւ երկիրը քաոսի վերածելու մասին ակնարկներ։
Փաստորեն ըստ ձեզ, եթե ձեր քաղաքական ուժը կամ հավաքական ընդդիմությունը դուրս գա փողոցային պայքարի, ապա անխուսափելիորեն մարդիկ են սպանվելու։ Սա տրամաբանական հիմք է տալիս ենթադրելու, որ հենց դուք եք նման սցենարներ պատկերացնում եւ պատրաստում երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու, զոհեր ունենալու, ապա հետագայում աղաղակելու, թե իբրև Հայաստանում անարխիա է եւ բռնապետություն, իսկ իշխանությունը մարդասպան է։ Իրականում հանրությունը շատ լավ հիշում է, որ նման սցենարներ նախկինում եւս եղել են։ Հիշում ենք նաև, թե ինչպես նախկին բարձրաստիճան հոգևորականներից մեկը պատրաստ էր զոհերի գնով ապակայունացնել իրավիճակը, իսկ մյուսը ռազմական հեղաշրջման գաղափարներ էր շրջանառում։ Ինչու են ձեր պատկերացումներն ու ցանկություններն ու գործելավոճը մշտապես նույնը, հիմնված լարվածության, բախումների, մարդկանց գյուլելու եւ անկայունության վրա։ Ինչու եք շարունակաբար տարածում կեղծիքներ եւ մանիպուլյացիաներ, սկսած այն պնդումներից, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեղում մզկիթ է կառուցվելու։ Սևանում հնարավոր չի լինելու հանգստանալ, քանի որ այնտեղ ադրբեջանցիներ են լինելու։ Երեխաները չեն կարողանալու մանկապարտեզ հաճախել, քանի որ դրանք զբաղված են ադրբեջանցի երեխաներով։ Կամ թե ընտրություններից հետո Հայաստան է գալու 300,000 ադրբեջանցիներ։ Ընտրություններն արդեն ավարտվել են, սակայն որտեղ են ձեր կանխատեսումները։ Դուք երբեք ազնիվ չեք եղել ժողովրդի հետ, իշխանության եք եկել ժեկի թղթով եւ այն պահել ընտրակեղծիքներով, բռնաճնշումներով եւ ուժի կիրառմամբ, մարդկանց մահերով։ Իշխանության տարիներին զբաղվել եք ընտրակաշառքով, իսկ այսօր, լինելով ընդդիմություն, շարունակում եք նույն գործելավոճը, ոչինչ չի փոխվել, նույն մեթոդներով փորձում եք վերադառնալ իշխանության։ Այնուհետև փորձեցիք փախչել, շատ լավ գիտենալով, որ չեք կարող երկրից հեռանալ, անգամ գիտեք, թե ինչ հիմքով, որպիսի հետո ներկանայք որպես քաղաքական հետապնդումների զոհ, շատ լավ գիտակցելով ձեր գործողությունների իրավական հետևանքները։ Սակայն այդ հնարքները այլևս չեն գործում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գործում են պետական ինստիտուտները եւ օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ առանց բացառության։ Եվ հենց այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր գործել են Հայաստանի Հանրապետության եւ նրա պետականության եւ ժողովրդի շահերի դեմ, օրենքի առաջ պատասխան են տալու։ Արդարության եւ արդարադատության ժամը եկել է։ Մարինա Ղազարյան։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ընտրողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր վստահության, աջակցության եւ ընտրություններում ակտիվ մասնակցության համար։ Ձեր յուրաքանչյուր ձայնը կարևոր է եւ պարտավորեցնում է աշխատել ավելի պատասխանատու, ազնիվ ու նվիրված։ Դատապարտելի է այն ուժերի գործելակերպը, որոնք փորձել են ընտրողների կամքը խեղաթյուրել կաշառքի կամ այլ անթույլատրելի մեթոդների միջոցով։ Ժողովրդավարությունը չի կարող կառուցվել գնված ձայների վրա։ Քաղաքացու ձայնը ապրանք չէ, այն արժանապատվության, ազատ ընտրության եւ պատասխանատվության արտահայտություն է։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության ապագան պետք է որոշվի ոչ թե փողի ուժով, այլ քաղաքացիների ազատ ու գիտակից ընտրությամբ։ Իսկ նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ կաշառք են բաժանել, իրականում չեն վստահել ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, նման գործելակերպը վնասում է պետությանը, խաթարում է արդար մրցակցությանը եւ աժեզրկում քաղաքացու ձայնը։ Ժամանակն է վերջ դնել այդ առատավոր երևույթին եւ ընտրությունները դարձնել բացառապես ազատ կամ արտահայտության միջոց։ Միասին դա կանենք։ Արձանագրենք մի փաստ։ Ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերի առաջնորդները ուզում էին հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, այդ մասին արդեն իմ գործընկերները նշել են, փորձեն մեկնաբանել քաղաքական իմաստով։ Կարող ենք փախուստը
ընկալել որպես քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Հերացում հետագա քայլերը վերանայելու համար կանչվել էին նկավյոր։ Ընտրողների վստահությունը կորցնելուց հետո երկրից հեռանալու քայլ։ Ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչը պետք է կիսի թե հաղթանակի, թե պարտության պատասխանատվությունը։ Իսկ եռագլուխ կուսակցության ղեկավարները արդյոք պատրաստ էին կրել քաղաքական պատասխանատվությունը իրենց ընտրողների առաջ։ Դա դեռ հարց է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, այսօրվա նիստն ավարտվեց, կհանդիպենք վաղը առավոտյան։